Գրվեց, որ կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանը այլ աշխատակիցների հետ ծեծե է ընթարկել կին աշխատակիցներից մեկի ամուսնուն։ Այնքան են ծեծել, որ հայտնվել է հիվանդանոցում։ Պատճառը բոլորովին հետաքրքիր չէ, այ հետաքրքիր է այն, որ կադաստրի ՔՊԱ-ական պետը շարունակում է մնալ իր պաշտոնին։ Վստահեցնում եմ, որ եթե մի որևէ ընդդիմադիր գործիչ աներ այս թվարկածներս, նրան նախ կկալանավորեին, որ գործին չխանգարի, չմիջամտի իբր, ինքն էլ ծեծած չլիներ, գլխին կսարքեին, բայց ՔՊԱ-ական պաշտոնյաները մտավախություն չկա երևի, որ պաշտոնեական դիրքը կօգտագործեն։ Լավ, իսկ ինչու են այսպես հղփացել, ինչու են մարդկանց վրա հարձակվում, ծեծում։ Ըստ երևույթին, որովհետև իրենցից առաջ լիքը ծեծող ու չպատժվող պաշտոնյաներ են եղել։ Երբ Նիկոլն ասում է կառավարությունը ես եմ, այն մի ՔՊԱ-ական էլ կարող է ասել ես դատավոր եմ, այն մյուսը ես օրենքն եմ, մյուսն էլ իրեն աստվածարչակի։ Մեկ է պատիժ չկա ՔՊԱ-կանների համար։ Մի տարի անցավ Արագածոտնի ՔՊԱ-ական մարզպետի մասնակցությամբ ծեծկռթուքից։ Ինչ պատիժ եղավ։ Փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծեցին, սպանեցին։ Ինչ պատիժ եղավ։ Իսկ ինչու են ՔՊԱ-կանները նման խուժանությունների գնում, որովհետև տեսնում են, որ անպատիժ են ու մտածում են, թե հավերժ են լինելու, որովհետև վստահ են ինչ էլ անեն, ժողովուրդը չի կարող այդքան բերետների, ոստիկանների պատնեշը ճեղքել ու իրենց ապօրինությանը վերջ տալ։ Նրանք տեսնում են, որ ձևական քրգործեր են հարուցում, մի քիչ աղմուկը անցնում է, ազատ են արձակվում, գործերը կարճվում են։ Բայց հենց այդ անպատժելիության զգացումն է, որ իրենց թույլ չի տալիս հասկանալ, որ վերջը շատ մոտ է ու ամեն անգամ ավելի է մարդկանց համբերության բաժակը լցվում։